Ողջույն բոլորին, ողջույն նրանց, ովքեր սիրում են ծով, ավազ, արև, պայմաններ, հարմարավետ հարմարություններ, համեղ խոհանոց, մի խոսքով բարձրորակ ու բարձրակարգ հանգիստ։ Ես Էդգարն եմ, մենք գտնվում ենք Շարմ էլ Շեյխում, ավելի կոնկրետ Rixos Radamis հյուրանոցում։ Ահա այն, կենտրոնական մուտքն է։ Միասին կծանոթանանք, կբացահայտենք տվյալ հյուրանոցի կարևորություններին, առավելություններին ու կհասկանանք, թե ինչ է ինքը իրենից ներկայացնում։ Գնացինք։ Ահա մենք մտնում ենք ներս եւ տեսնում, թե ինչպիսի հրաշալի եւ գեղեցիկ տեսարան է մեր առջեւ զբաղվում, հենց ընդունակից սկսած։ Այստեղ բոլոր հյուրերին տալիս են հյուրասիրություն, մատուցում են հյուրասիրություն, զովացուցիչ ըմպելիքներ, շատ համեղ ու շատ զովացնող։ Մուտքից դեպի աջ ընդունարանն է, որտեղ որ մեզ գրանցում են եւ ուղեկցում են մեզ մեր համարներ արդեն։ Ասեմ, որ այստեղի ծաղիկները բնական են, թարմ եւ շատ անուշ են բուրում։ Հենց մտնում եք ներս, ծաղիկների բույրը միանգամից զգում եք։ Դե իսկ սա Տիրանայի այն ռեստորանն է, որտեղ մատուցվում է նախաճաշը, ճաշը, ընթրիքը եւ նույնիսկ ուշ ընթրիքը։ Այստեղ ամեն ինչ նույնպես պատրաստված է շատ համեղ, ամենաքմահաճ հանգստացողը նույնիսկ այստեղից գոհ է մնալու։ Բրավո այստեղի շեֆ խոհարարին։ Ինչպիսի գեղեցիկ սպասքով են մատուցում ուտեստները։ Երեխաների համար նախատեսված հատվածն է, որտեղ ցանկության դեպքում երեխաները կարող են գալ թե ծնողների հետ, թե առանց ծնողների եւ ուտեն այն, ինչ ցանկանում են։ Ամեն հարմարություն ստեղծված է այստեղ բոլորի համար։ Ասեմ ձեզ, որ հյուրանոցն այս պահին ունի մոտավորապես 18 ալակարտ ռեստորան։ Մեքսիկական, իտալական, հնդկական, արևելյան, ճապոնական եւ այլ երկրների խոհանոցի համերը կարող եք գտնել այստեղ։ Նախապես ամրագրելով սեղանը եւ ժամը կարող եք վայելել ձեր նախընտրած ընթրիքը ձեր նախընտրած ռեստորանում։ Բոլոր ռեստորաններն, ինչպես նաև արտասահմանյան ալկոհոլային խմիչքներն անվճար են եւ ներառված են Ultra All Inclusive ծառայության մեջ, բացառությամբ Տեպանյակի ռեստորանի, որը վճարովի է։ Տիրանայի հատվածում է գտնվում նաև Անջանա սպան, որը նախատեսված է եւ Blue Planet եւ Տիրանայում հանգստացողների համար։ Սպա եւ ջիմ միաժամանակ։ Ասեմ ձեզ, որ սպան եւ ջիմը աշխատում են։ Ջիմը ժամը 8-ից առավոտյան մինչև երեկոյան 8-ը, իսկ սպան ժամը 9-ից մինչև երեկոյան 7-ը։ Ջիմ մտնելու համար, սպորտզալ մտնելու համար մուտքը ազատ է, իսկ սպա գնալու համար արդեն պետք է նախապես ամրագրել տեղը եւ մուտք գործում եք միայն 1 ժամով, այսինքն 1 ժամից ավել չի թույլատրվում, որ բոլոր հանգստացողները կարողանան վայելել։
Սպա սրահում է գտնվում նաև սաունան, ահռելի մեծ ջակուզին, սաունան և շոգ է բաղնիքը։ Դե իսկ այստեղ գտնվում է խամամը։ Գործում է առանց գոլորշի, քարերը տաքացվում են։ Եվս մեկ հետաքրքիր ինֆորմացիա ասեմ, որ Ռիքսս Ռադամիս Տիրանը հատվածում է գտնվում նաև հայերենով ասած, մաքուր հայերենով ասած Game Zone-ը։ Այսինքն կարող եք նաև այդ տեսակի լիցքաթափվելու միջոց ընտրել եւ գալ այստեղ խաղալ, եթե ունեք նախընտրած իրաց խաղեր, խաղալ այստեղի Game Zone-ում։ Հիմա անցնենք ներս եւ ես ձեզ ցույց կտամ այն ներսից։ Դե իսկ սա տերասան է, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի մեծ լողավազանը, ինչպես նաև այստեղից երևում է Տիրանայի գրեթե ողջ հատվածը։ Լողավազանում և լողավազանի տարածքում ամեն օր անցկացվում են անիմացիոն շոու ծրագրեր, ինչպես նաև ակվաէրոբիկա, յոգա և այլն։ Դե իսկ այժմ ծանոթանանք Տիրանայի հյուրանոցային համարների հետ և առաջին համարը, որը ես ձեզ ցույց կտամ, կոչվում է Superior։ Այն հարմար է փոքր ընտանիքի համար, այսինքն բացի ծնողների համար նախատեսված մեծ մահճակալից կա բացվող բազմոց, որտեղ կարող է քնել մեկ մեծ կամ երկու մանկահասակ երեխա։ Տեսեք, թե ինչքան գեղեցիկ է այստեղ ամեն ինչ կահավորված։ Եվ տեսեք, թե ինչպիսի գեղեցիկ տեսարան է արդեն պատշգամբում և պատշգամբից ողջ Տիրանան այստեղից երևում է։ Հաջորդ համարը, որ ուզում եմ ձեզ ցույց տամ, կոչվում է Family Room։ Այս համարը նախատեսված է 2 մեծ 3 երեխայի կամ 4 մեծ 1 երեխայի համար, ընտանեկան մեծ համարն է, չափսերով ավելի մեծ, ավելի հարմար, չնայած այստեղ բոլոր համարներն են հարմար, իրենց բոլոր հարմարություններով։ Այս հատվածը մանկական խալաթներով, տղաների համար կապույտ, աղջիկների համար վարդագույն, հիմա այս պահին վարդագույն չկա, որովհետև հանգստացողները, ովքեր որ գալու են, տղա երեխաների հետ են։ Գեղեցիկ կահավորմամբ, գույնային հիանալի լուծումներով, բարձրորակ նյութերով, ամեն ինչով, տրոպիկական ցնցուղով, VIP հյուրերի համար այսպիսի ընդունելություն է պատրաստում համարում, welcome։ Երվածքով, ինչքան համ ընտանեկան, համ մանկական և մեծերն իրենց լավ կզգան և երեխաները։ Այստեղի պատշգամբից էլ բացվում է հիանալի տեսարան դեպի լողավազան, դեպի մանկական աշխարհը, ամեն շատ գեղեցիկ է և հիանալի։ Դե իսկ այժմ տեղափոխվենք Rixi Kids Town մանկական մեծ քաղաքը, որտեղ երեխաները կարող են գտնել ամենահետաքրքիր ու զարգացնող խաղերը։
Այստեղ նույնպես ամեն ինչ մտածված է ձեր երեխայի ժամանցը եւ հանգիստը կատարյալ դարձնելու համար։ Դուք կարող եք թողնել երեխային այստեղ եւ վայելել ձեր հանգիստը մեկ այլ վայրում։ Իսկ արհեստավարժ եւ հոգատար աշխատակիցները կհետևեն ձեր երեխային ու խաղերի միջոցով կսովորեցնեն տարբեր մասնագիտություններ։ Մանկական ակումբը աշխատում է առավոտյան 9:30-ից մինչև 24:00-ն։ Այստեղ կա ռեստորան նախատեսած երեխաների համար, ինչպես նաև բեմ, որտեղ անցկացվում են տարբեր մանկական շոու ծրագրեր։ Ահա, այս վայրից արդեն մարդկանց տեղափոխվել է լողապ հաշված վայրկյանների կամ ամենաշատը 1-2 րոպեվա ընթացքում հասնում եք լողապ։ Այժմ մենք գտնվում ենք Ռիքսս Ռադամիս հյուրանոցի լողափում, ավելի կոնկրետ դեպի ծով տանող լողափի կամրջակներից մեկի վրա, իսկ այս կամրջակներից այստեղ կա 4 հատ։ Անցնենք առաջ եւ ես ձեզ ցույց կտամ լողափը մոտ 1 կիլոմետր երկարությամբ եւ թե ինչ հետաքրքրություններ կան լողափում։ Գնացինք։ Ասեմ ձեզ, որ լողափը բավականին մեծ է, մոտ 1 կիլոմետր երկարություն ունի այն։ Ունի սպիտակ ավազ, բնականաբար ժայռային հատվածներ, որտեղից կարելի է գեղեցիկ լուսանկարներ անել, ինչու՞ չէ նաև պարկել եւ արևայրուք ընդունել։ Այստեղ կան նաև կաբանաներ առանձին ջակուզիով եւ առանձին հավելավճարով արդեն կարող եք ամրագրել ցանկացած այս հատված։ Ահա այս պանտոնների միջոցով մուտք են գործում դեպի ծով եւ ջրասուզակի հարմարանքներով կարող ենք լողալ, սուզվել եւ դիտել Կարմիր ծովի ողջ գեղեցկությունը։ Ասեմ, որ լողափում նույնպես կան ռեստորաններ, Մանգալ ռեստորանը, ասիական ռեստորանը ու բազում այլ ռեստորաններ, խոհանոցի տեսականին Ռադամիսում շատ է եւ տարբեր երկրների խոհանոց այստեղ կարող ես գտնել։ Օրինակ Մանգալ ռեստորանը հայտնի է նրանով, որ դուք ձեր նախընտրած խորովածը պատրաստում եք ձեր իսկ սեղանի շուրջ, ձեր իսկ ձեռքերով, իսկ ասիական խոհանոցը այստեղի հայտնի է նրանով, որ խոհարարը ինքն է պատրաստում, հենց ձեր սեղանի մոտ ինքն է պատրաստում ձեր նախընտրած ուտեստը։ Այսինքն խոհանոցի առումով էլ այստեղ ամեն բան ընտրված է, որպեսզի բավարարի ցանկացած պահանջ, ցանկացած հանգստացողի, ցանկացած հյուրի, ցանկացած պահանջ։ Լողափում նույնպես կա Rixi Kids մանկական ակումբը։ Լողափում կարող եք գտնել նաև Movenpick շվեյցարական պաղպաղակը Nestle ֆիրմայի, ասեմ, որ այն անչափ համեղ է։
Անչափ համեղ պաղպաղակ է։ Շատ համեղ է։ Լողափում նույնպես կա մեծ բեմ, որտեղ անցկացվում են տարբեր շոու ծրագրեր։ Այստեղ նաև մայիսի 3-ին կայանալու է Էնրիկե Իգլեսիասի համերգը։